Սոցիալական աջակցության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերի փաթեթը նախագծի օրակարգի նախագծի վերաբերյալ առարկություն դիտողություն չունենք, նախագիծը դնում քննարկման քվեարկության, ովքեր են կողմ օրակարգը հաստատելու։ Երեկոմ դեմ ձեռնպահ չունենք, նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար տեղակալ Լուսինե Քոչարյան, Տիկին Քոչարյան, խնդրեմ մինչև 10 րոպեի ընթացքում ներկայացրեք փոփոխությունների բովանդակությունը։ Շնորհակալություն, բարեձեր հարգելի գործընկերներ, ներկայացնեմ ինչ է նախաձեռնվել ընդհանրապես նախագիծը օրենքի ընդունումից հետո, սոցիալական աջակցության մասին նոր օրենքի ընդունումից հետո ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր եւ դրանց ընդունման ընթացքում, ինչպես նաև օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք են ունեցել լավարկման, մասնավորապես նշեմ մի քանիսը, որոնք կարևոր են մեր համար, օրինակ ժամանակավոր օթևան տրամադրելու նպատակով անօթևան անձը, եթե վարձակալությամբ տաններ այդ պահին բնակվում, ապա օրենքի կարգավորմամբ հնարավոր չէր նրան տրամադրել օթևան, քանի որ նա համարվում էր, որ ունի օթևան, մասն ենք հստակեցրել, որ ինչ է նշանակում օգտագործման իրավունքով գույք ունի անօթևանը, հստակեցրել ենք խնամքի ամբողջ բլոկը, հստակեցրել ենք ինչ է խնամքը, նաև ավելացրել ենք սոցիալական սպասարկող հասկացողությունը, մենք ունենք սոցիալական աշխատողներ, ունենք սոցիալական սատարողներ, հիմա ավելացնում ենք սոցիալական սպասարկող, բայց անպայման սոցիալական սպասարկողի համար նվազագույն պահանջներ ենք սահմանում, որպեսզի այդ մարդիկ եւս հավաստագրվեն, դրանք հիմնականում հստակեցնեմ խնամք իրականացնող մարդիկ են, որոնք հագցնում են, լողացնում են, խնամք են իրականացնում, բայց դրա համար եւս որոշակի գիտելիք եւ հմտություններ են պահանջվում, որպեսզի ցանկացած անձ չկարողանա ասել, որ ինքս դայակ է կամ այլն, բնայրային օգնության մասերն են հստակեցում ավելի, քանի որ բնայրային օգնության մասին ունենք հատուկ կառավարության որոշում պիտի ունենանք եւ որպեսզի այն հստակ լինի, այստեղ նշում ենք ինչ է բնայրային օգնությունը, ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի մասին կուզեմ նշեմ, որտեղ սա շատ կարեւոր է, որ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը հուլիսի 1-ից տարածվելու է բոլոր մարզերում, ամբողջ հանրապետությունում արդեն այս ճանապարհով են ընտանիքները ստանալու անապահովության նպաստ եւ շատ կարեւոր է, որ օրենքում հստակ լինի, որ ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ տեղեկատվությունը ինքնաշխատ հավաքվելու է մեզ մոտ, մշակվելու է բոլորի մասին տեղեկատվությունը եւ դրա հիման վրա նշանակվելու է անապահովության նպաստ։ Նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր ծառայություն է նկարագրված, ինքնուրույն կյանքի հմտությունների կենտրոն, եթե ճիշտ եմ ասում, անկախ կյանքի ծառայություն, կներեք, անկախ կյանքի ծառայություն, այս հասկացությունը չկար եւ նկարագրվում է եւ նրա հավաստագրման վերաբերյալ դրույթներն են հստակեցվում։ Երևի հիմնական մեծ խնդիրները, որոնք լուծում ենք այս նախագծով, սրանք են եւ նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ ոստիկանության վերաբերյալ օրենքներում մի փոքր փոփոխություն ենք անում, նորից կախված սրա հետ ոստիկանությունը հստակեցնել, որ տնայցի ժամանակ իրենք անպայման ուղեկցում են մեր սոցիալական աշխատողին եւ սատարողին, այս դեպքում եւ սպասարկողին են ուղեկցելու, եթե կարիքը կլինի, միայն այս մասն ենք մանարել եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում էլ լրացրել ենք այն մասը, որ վերաբերում է անկախ կյանքի կենտրոնին։ Հիմնական փոփոխությունը, այո, եթե առանց հավաստագրի ծառայությունը մատուցեն, ինչ հետևանքներ կունենա։ Երևի հիմնականը սա, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Քոչարյան, հարցեր հարգելի գործընկերներ, խնդրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Քոչարյան, շնորհակալություն, որ այս խառը ժամանակահատվածում գտել եք ժամանակ այս կարևոր նախագծի մեջ շտկումներ անելու համար։ Ես հիշում եմ, որ մի քանի ամիս առաջ, երբ քննարկում կար կապված ընտանիքի անապահովության գնահատման նոր մեխանիզմի ներդրման հետ, ուրեմն մենք քաղաքացիներից կամ այսպես ասած շահառուներից բազմաթիվ նամակներ էինք ստանում, կապված օրինակ երաշխավորի ինստիտուտի եւ օրինակ ընտանիքում, եթե կար հող կամ այդ հողը մշակում է, ինչ են մշակում կապված գույքահարկի հետ, օրինակ ընտանիքի անդամը կամ
կամ ամբողջ ընտանիք օրինակ տեղյակ չէր, որ ընտանիքի ավելի տարեց անդամը ինչ-որ մի գյուղում, ինչ-որ մի գյուղական համայնքում ունի հողակտոր եւ գույքահարկը չէին վճարել կամ անգամ գաղափար չունեին, որ հողակտոր ունեն եւ դրա օրինակ դա հիմք էր, որ իրենք դուրս մնան անապահովության գնահատման համակարգից եւ երկրորդի մասին այդ երաշխավորի ինստիտուտը, երբ բարեկամի կամ հարազատի կամ ընկերոջ խնդրանքով երաշխավոր են դարձել ինչ-որ մեկի եւ անբարեխիղճ վարկառուի գործունեության պատճառով, ժամանակին բանկի հետ պարտավորություններ չկատարելու պատճառով խնդիր ունեն իրենք, բայց իրենք մեծ կարիք ունեն մնալու այս համակարգում։ Կցանկանայի իմանալ այս մասով քննարկում եղել է թե ոչ եւ ցանկալի կլիներ, որ նաեւ այս էլի այս նախագծում ընդգրկվեր միանգամից։ Շատ շնորհակալ եմ, որ այս հարցը տվեցիք, որտեղ ես ցանկացած հարթակ միշտ օգտագործում եմ նշելու, որ մեր անապահովության գնահատման համակարգը, որը ներդրվելու է փորձարկման փուլը ավարտել ենք, գնահատումը արել ենք եւ ներդրվելու ամբողջ հանրապետությունում, ինչ ներդնելը մենք մի քանի կարևոր դրույթ լավարկել ենք եւ նաեւ այդ կառավարության որոշման նախագիծը արդեն վերջնական փուլում է, որ կառավարությունում ընդունվի եւ միայն դրա ընդունումից հետո արդեն լավարկված գնահատման համակարգը կտարածվի ամբողջ հանրապետությունում եւ ձեր նշած երկու դրույթը դրանք նկատելիորեն են փոխվել, օրինակ նույն երաշխավորի համար, եթե նախկինում շեմը ընդամենը 100,000 էր, որը նույնիսկ մեկ հեռախոսի, այսպես ասեմ, գումար չի ապառիկ վերցնելու, շատ դեպքերում մարդիկ հենց օրինակ հեռախոս գնելու համար երաշխավորել ինչ-որ մեկին, գնահատումը ցույց տվեց, որ այդ պատճառով շատ են դուրս գալիս համակարգից եւ մենք բազմապատիկ անգամ գումարը ավելացրել ենք եւ վաղեմությունը նաեւ այդ երաշխավորը լինելու փոխել ենք եւ մյուս հարցը գույքահարկին նորից գույքարկնել է փոփոխության ենթարկվել ու նաեւ փոփոխության է ենթարկվել գյուղատնտեսական էլի նշանակության եկամուտները ինչպես ենք դրանք նայելու միայն լավարկող կամ բարելավող դրույթներ են նախագծում փոփոխվել, որոնք հիմնված են նրա համար, թե ինչ պատճառներով են նրա վրա, թե ինչ պատճառներով են ընտանիքները մերժվել, որ իրական կարիք ունեին այդ անապահովության նպաստի։ Կամ նույն գույքահարկի հետ կապված, եթե մարդը համատեղ սեփականությամբ ուներ գույք, ենթադրենք, բայց վաղուց դուրս է եկել իր այդ ընդհանուր մեծ ընտանիքից, դա եւս կարող է ստոպ ֆակտոր հանդիսանալ գնահատման դեպքում։ Շնորհակալություն Տիկին Քոչարյան, այլ հարցեր չունենք։ Հարգելի գործընկերներ, մենք այս սոցիալական աջակցության մասին օրենքի փոփոխությունների հատկապես ստոպ ֆակտորների հետ կապված առանձին քննարկում ենք ունեցել, որովհետև երկու մարզերի պիլոտները մեզ արդեն տալիս էին պատկեր, որոնք են այն իրապես հիմնավոր պատճառները, թեկուզ վարկի վաղեմությունը, վարկի սպասարկման հնարավորությունը կամ վարկի սպասարկման անհնարինությունը եւ որքան բարեխղճություն ունի վարկառուն, այս հարցերը դարձել էին մեր քննարկման առարկան, որոնք մինչև Հայաստան ամբողջ երկրի վրա այդ պիլոտը տարածել է, արդեն իսկ փոփոխված տարբերակով մենք կգնանք ամբողջ հանրապետության վրա կիրառելուն, որը կլինի հավանաբար 27 թվականից կամ 26-ի Հուլիսի 1-ից տարածվելու է արդեն ամբողջ հանրապետությունով։ 26 թվականի բայց լավարկված համակարգը է արդեն։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե այլ դիտարկումներ, ելույթներ, առաջարկություններ չունենք, այդ դեպքում առաջարկում եմ նախագիծային տեսքով ոնց ներկայացրեց Տիկին Քոչարյանը եւ ոնց ուղարկվել ազգային ժողով, այս տեսքով ընդունելուն, որովհետեւ որոշակի խմբագրումներ կամ շտկումների անհրաժեշտություն, եթե մենք ունենանք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, նախագիծը եկել է սովորական ռեժիմով, մենք ազատ ենք անելու մեր առաջարկները։ Առաջիկա նիստերի համար մենք պիտի այն ուղղակի տանք նիստերի օրակարգ ընդգրկելու առաջարկություն։ Հետևաբար, ովքեր են կողմ նախագիծը այս տեսքով ընդունելուն։ Դեմ ձեռը պահ չունենք, ովքեր են կողմ առաջարկել խորհրդի նախագիծը դնել խորհրդի առաջիկա նիստերի օրակարգին։ Դեմ ձեռնպահ եւս չունենք, մեր նիստի օրակարգը սպառվեց, նիստը ավարտվեց։ Շնորհակալություն Տիկին Քոչարյան, մենք կհանդիպենք լիագումար նիստերին։